Հռոմի կաթոլիկ եկեղեցու մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ դիմել են Հռոմի Պապ Լևոն 14-ին, կոչ անելով ազդեցություն գործել Ադրբեջանի իշխանությունների հանդեպ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակմանը հասնելու նպատակով։ Թեման շարունակենք Արտյոմ Երքանյանի հետ։ Արտյոմ, նախաձեռնողները ովքեր են։ Նախաձեռնողները հայ առաքելական եկեղեցու եւ հայ կաթոլիկ եկեղեցու հոգևորականներն են, ովքեր դիմել են կաթոլիկ հեղինակավոր իրենց գործընկերներին եւ նրանցից ավելի քան 10-ը ստորագրել են այս նամակ դիմումի ներքո։ Դրանց թվում են հեղինակավոր եպիսկոպոսներ, կարդինալներ, օրինակ Նյու Յորքի կարդինալ Տիմոթի Դոլանը, ով իսկապես հեղինակություն եւ ազդեցություն ունեցող հոգևորական է։ Նրանք կոչ են անում Սուրբ Աթոռի ղեկավարությանը միջամտել այս խնդրի լուծմանը, քանի որ եւ անձամբ Հռոմի Պապը եւ Վատիկանը ընդհանրապես մեծ բարոյական հեղինակություն ունեն եւ դիվանագիտական լուրջ կապեր ունեն, որոնք կարող են օգտակար լինել այս խնդրի դրական լուծմանը հասնելու համար։ Ստորագրած հոգևորականները հիշեցնում են, որ Հռոմի Պապի նախաձեռնությամբ վերջերս սրբադասվել էր եպիսկոպոս Իգնացիոս Մալոյանը, ինչը որակել էին որպես Վատիկանի կողմից հայերի նկատմամբ աջակցության եւ աջակցության դրսևորում եւ կոչ են արել Հռոմի Պապին այդ հարցում հետեւողական լինել։ Հիշեցրել են, որ Սուրբ Ծնունդը այդ իմաստով լավ առիթ կլինի եւ հիշեցրել են նաեւ, որ հայերը Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 6-ին եւ դեռ կա ժամանակ այս հարցում նոր ջանք գործադրելու համար։ Արտյոմ, արտերկրում կարծես ավելի շատ են սկսել հետաքրքրվել այս խնդրով, ինչի հետ է կապված։ Դե կարծում եմ այստեղ երկու հանգամանք է դրան նպաստել, առաջինը, որ իսկապես մոտ է արդեն դատավճռի կայացումը, դատավճիռների կայացումը, եւ երկրորդը Սուրբ Ծնունդը, որի մասին հիշատակեցի, իսկապես ակտիվացել է, դա ընդհանրապես խորհրդանշական առիթ կարող է լինել, թեև կարող է եւ դա ընդհանրապես պատրանք լինել։ Օրինակ Փարիզի քաղաքային խորհուրդը դեկտեմբերի 17-ին ընդունեց այդպիսի մի որոշում, կոչ Ֆրանսիայի իշխանություններին հետեւողական լինել եւ պահանջել, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները օր առաջ ազատ արձակեն հայ ռազմագերիներին։ Նման որոշում էր կայացրել նաեւ ֆրանսիական Նից քաղաքի խորհուրդը, քաղաքապետի նախաձեռնությամբ հայ ռազմագերիների լուսանկարները կախվել էին, տեղադրվել էին քաղաքապետարանի շենքի հենց ճակատի վրա։ Լեմկինի ինստիտուտը դիմել էր ԱՄՆ նախագահ Թրամփին կոչ անելով նույնպես ջանքեր գործադրել, ազդել Իլհամ Ալիևի վրա, որպեսզի այս խնդիրը լուծում գտնի։ Թրամփին հիշեցրել էին, որ ընտրարշավի ժամանակ նա հրապարակային կոչ էր, հրապարակային ձևով խոստացել էր պաշտպանել հայ քրիստոնյաներին։ Եվ այժմ նրան հիշեցնում են, որ Սուրբ Ծնունդը իսկապես լավ առիթ է այդ իր խոստումը կատարելու համար եւ կրկին հիշեցնում են, որ հայերը Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին են նշում։ Կոնգրեսում գիտենք, որ կա օրինագիծ շրջանառության մեջ վերջերս դրված, որով նախաձեռնողները կոչ են անում վարչակազմին ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին ընդཐུպ մինչև զենքի վաճառքը, եթե Ադրբեջանը ազատ չարձակի հայ ռազմագերիներին։ Բայց օրինակ Եվրախորհրդարանը սպասվածին հակառակ ընդունելով կոչ Ադրբեջանի իշխանություններին ուղղված ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ նույն որոշման մեջ անգամ չի հիշատակել հայ ռազմագերիների մասին։ Երբ կարող են լինել դատավճիռները, նշեցիր, թե մոտ են արդեն։ Որևէ օր իհարկե հայտնի չէ, սակայն դե պարզ է այս process-ից, որ արդեն շատ մոտ է, դա կարող է մի քանի օր լինել, կարող է մի քանի շաբաթ լինել, բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ ավելի երկար կտևի, քան 1 ամիս, քանի որ գրեթե բոլոր ամբաստանյալները հանդես են եկել իրենց վերջին խոսքով, բոլորն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել, իսկ սովորաբար վերջին խոսքից հետո արդեն հետևում է այն, որ դատավորը անցնում է խորհրդակցական սենյակ եւ որից հետո արդեն հրապարակում է իր վճիռը։ Այսինքն ենթադրում եմ, որ իսկապես հաշված օրերի հարց է։ Իդեպ այսօր 15 մեր հայրենակիցների գործով հերթական դատական նիստն է։ Հավանաբար մենք միայն վաղը կիմանանք այդ նիստի արդյունքների մասին, միգուցե վաղը ավելի հստակ կլինի պատկերը։ Հիշեցնեմ, մեր հայրենակիցների մեծ մասի դեպքում դատախազը պահանջել է երկար ժամկետի ազատազրկում, իսկ Ռուբեն Վարդանյանի դեպքում անգամ ցմահ ազատազրկում է պահանջել։ Շնորհակալություն, Արտյոմ։